Այսօր մենք իրականում գտնելու ենք, թե որտեղ են այն կապանքները, որոնք որ փակված են ու չեն թողնում մեզ ունենալ այդ ֆինանսական հաջողությունները, բացելու ենք։ Այո։ Միասին։ Շատ լավ։ Հետաքրքիր էր իմանալ ձեր կարծիքները, գնացինք։ Ուրեմն այսօր կհասկանաք, թե իրենից ինչ է ներկայացնում նեյրոքոչինգը եւ ինչ արդյունք կարող է այն ձեզ տալ։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրի մոտ կստացվի խորանալ եւ զգալ ու ստանալ արդյունք։ Այսօրվա ընդհանուր թեման ֆինանսներն են, որովհետեւ հիմա շատերի մոտ փողի հետ կապված խնդիրներ կան։ Մեկի մոտ ընդհանրապես փող չկա, մյուսի մոտ քիչ է, մեկ ուրիշին չի հետաքրքրում իր ցանկությունների համար, իսկ ընդհանուր առմամբ յուրաքանչյուրն ունի իր հարցերը փողի թեմայում։ Խմբակային մշակման առանձնահատկություններն այն է, որ մենք աշխատում ենք ընդհանուր հարցման հետ, խմբային աշխատանք կարելի է անցկացնել ցանկացած քանակի մարդկանց համար, տարբերություն չկա, որովհետև այստեղ կա մեկ ընդհանուր հարցում։ Անձնական մշակման դեպքում արդեն օգտագործում են այլ տեխնիկաներ եւ աշխատում են կոնկրետ հաճախորդի անձնական հարցման հետ։ Բայց հիմա այսօր մենք աշխատելու ենք խմբակային եւ այս աշխատանքը տալիս է հրաշալի արդյունք, դա ես ես հաստատում եմ, որ արդյունքը հիանալի կլինի։ Ինչու ընտրեցի այս թեման։ Մանկությունից մեզ շատ բան են ասել տատիկները, պապիկները, մայրերը, հայրերը, մորաքույրները, հորաքույրները։ Ֆիլմերում էլ հաճախ մենք նույն պատկերն ենք տեսնում, թե մարդը ինչպես է հարուստ, կամ եթե հարուստ է, ուրեմն կամ մաֆիոզ է, կամ մարտասպան, կամ ինչ-որ վատ կերպար, իսկ հեքիաթներում աղքատ գյուղացին լավն է, բարի է, իսկ հարուստը հաճախ չար է, ագահ է ու վատն է։ Այսինքն մեր մեջ մանկությունից դրվել է պատկերացում, որ հարուստ լինելը այնքան էլ լավ բան չէ։ Եվ դուրս ենք գրել միասին, թե քանի համոզմունքներ կան, որոնք որ սահմանափակում են մեր իրականությունը, այդտեղից մենք միշտ լսում ենք փողը աշխատելը դժվար է, փողի համար պետք են կապեր, մեծ փողը մեծ խնդիրներ է բերում, եթե մեծ փող ունես, ուրեմն անընդհատ նյարդային վիճակում ես եւ մեծ պատասխանատվության տակ։ Օրինակ, իմ պատկերացման մեջ, եթե մարդը շատ փող ունի, ասենք նավթային ընկերություն, նրա տակ աշխատում են հսկայական թվով մարդիկ, անընդհատ հեռախոսազանգեր, գործուղումներ, հանդիպումներ, կոնֆերանսներ, խնդիրների լուծում, ու եթե ընկերությունը սննկանա, նա մարդիկ կմնան առանց աշխատավարձի եւ այդ մարդը մշտապես ստրեսի մեջ կլինի։ Այսինքն, մեծ փողը կապում ենք մեծ պատասխանատվության եւ մշտական լարվածության հետ։ Ինձ համար այս պատկերը շատ վառ է ու անկեղծ ասած այնքան էլ գրավիչ չէ։ Սա էլ հավանաբար մանկությունից եկած ինչ-որ համոզմունք է։ Այսօր մենք կնայենք, թե ձեզանից յուրաքանչյուրի ներսում ինչ կա փողի թեմայի հետ կապված։ Յուրաքանչյուրը կդիտի իր մանկությունը, կփորձի հասկանալ, ով ինչ է ասել, ինչ է փոխանցել, ինչի հիման վրա է դա արտահայտվում այս մեր հասուն կյանքում եւ կկարողանանք լուծել բոլոր խնդիրները։ Օրինակ, ինձ մոտ կա այսպիսի մի խնդիր, ասենք երբ քարտից վրա փող է հայտնվում, ես անմիջապես ուզում եմ այն ծախսել, ամեն ինչում բաշխում եմ, վճարում եմ, թողնում եմ քարտի վրա, ասենք 100 եվրո կամ 200 եվրո եւ այդպես հանգիստ եմ։ Երբ քարտի վրա փող է մնում, իմ ներսից ինչ-որ մի բան ասում է պետք է ծախսել, արագ, ազատվել դրանից։ Այսպիսով, ինչ է մեզ պետք աշխատանքի համար։ Պետք է հիմա այս պահին ձեր ձեռքի տակ ունենալ 2-ից 3 թուղթ, ազատ, 2 գրիչ, որպեսզի ծայրահեղ դեպքում մեկը եթե չգրի, մյուսը անպայման կարողանա ծառայել։ Եվ
Այս թանկ ժամանակը, որը որ դուք հիմա տրամադրեք ձեր իրականությունը ստեղծելու համար։ Նստեք այնպիսի մի տեղում, որտեղ որ ձեզ չեն խանգարի, շուն, կատու, բոլորին մի թողեք ներս, ամուսիններին, ծնողներին, երեխաներին և ուրիշ մարդկանց, պետք է լինել հանգիստ վիճակում, լուռ վիճավայրում և ինքնուրույն մենք պետք է անենք այս նեյրոսեսիան, որպեսզի արդյունքը աննկարագրելի լինի, այսպես ասեմ։ Գնացինք, ուրեմն, եթե պատրաստ եք, ուրեմն սկսենք։ Ամենակարևոր կետերից մեկը սա է, որ երբ ասում եմ գրեք մեկ թիվը, դուք գրում եք մեկը և անմիջապես գրում եք այն, ինչ ես եմ ձեզ ասում։ Գրում եք հենց առաջինը, ինչ գալիս է ձեր մտքին։ Երկար բարակ չեք մտածում, okay? Սա ամենակարևոր պայմանն է։ Կարող է թվալ, թե դա անհետեթություն է, բայց մենք աշխատում ենք ենթագիտակցության հետ։ Կարող ենք գալ ցանկացած, չգիտեմ, պատկերներ, ինչ-որ անուններ, գործընթացներ, մենք վստահում ենք ամենաառաջի ազդագին, լավ։ Հենց դա էլ պետք է փոխանցենք թղթի վրա։ Եթե չեք հասցնի, հիմնականում ես կփորձեմ այնպիսի տեմպով տանել, որպեսզի բոլորդ հասցնեք, բայց ձայնագրում եմ, ովքեր որ ձայնագրությամբ կնայեն, կարող են կանգնեցնել ու ավելի հանգիստ գրել, սակայն ես ասեմ ձեզ, ես մոտավորապես գիտեմ այդ չափը, թե երբ եք դուք ստանում ինֆորմացիան, ուղղակի հենց այդ կաներ կպահեմ, դրանից ավելորդ եթե դուք մտածում եք, ուրեմն ձեր միտքն է վերև բարձրանում ու դա ձեզ խանգարում է։ Դրա համար պետք չի երկար մտածել։ Ուղղակի բան արեք, վստահեք այդ առաջի իմպուլսին։ Լավ։ Գնացինք, սկսում ենք։ Ուրեմն շունչ և արտաշունչ, այդ շունչն ու արտաշունչը մեզ բերում են այստեղ ու հիմա և մոռանում ենք այն ամենը, ինչ որ մեզ հետ տեղի ունեցել այսօր, երեկ, ընդհանրապես վայելում ենք այս պահը, փորձում ենք գտնվել հենց հիմա այս պահի մեջ ու վերցնում ենք առաջին թուղթը։ Առաջին թղթի վրա վերևում գրում եք ձեր այն աշխատավարձը կամ այն գումարը, որ մտնում է ձեր տուն, ամենավերևի մասում գրում եք, մոտավորապես ինչքան է, անկեղծ գրեք, այնքան ինչքան որ դուք ստանում եք կամ ամիսը ձեր տուն է մտնում այդ գումարը։ Եվ դիմացը այդ նույն գումարը 10-ով ուղղակի բազմապատկում եք։ Ասենք մոտավորապես եթե 300,000 է ձեր տուն մտնում, մի զրո ավել։ Դիմացը գրում եք հենց այդ գումարը։ Ու անկեղծ, այնքանը, ինչքանը որ ունենում եք։ Նույն թղթի վրա այդ գումարի տակը քառակուսի ենք նկարում։ Մի հատ քառակուսի, մի դիմենզիոն, մի հատ տարածք քառակուսի, փորձեք նկարել։ Որից հետո փակում ենք աչքերը ու մեզ պատկերացնում ենք, թե մենք այդ քառակուսու մեջ
որտեղ ենք գտնվում։ Ու ձեզ որպես կետ նկարում եք ու վրան գրում եք ես կամ ձեր անունը։ Հիմա նորից փակում ենք աչքերը ու պատկերացրեք, որ դուք գտնվում եք այդ տարածքի մեջ, հա? Հիմա եկեք վերլուծենք, թե դուք որտեղ եք գտնվում։ Դա ինչ-որ մի տարածք է, ու դուք գտնվում եք հենց այդ տարածքի մեջ։ Հիմա նկարագրում եք, թե դուք որտեղ եք գտնվում։ Եվ դա մեր առաջին ոնց որ պայմանն է։ Գրում եք համար 1 ու կողք գրում եք որտեղ եմ գտնվում ես։ Այսինքն որտեղ որ գտնվում եք, ես գտնվում եմ, ասենք, սպիտակ սենյակում։ Պատերը առաստաղն էսպիսին է, կամ ես գտնվում եմ ազատ տարածքում, ես գտնվում եմ անտառում, բացատում, չգիտեմ։ Ամեն մեկդ կարող եք ձերը գրել, ով ինչպես որ պատկերացնում է։ Ավելի լավ կլինի դուք ինքներդ կողմնորոշվեք կամ զգաք, ինչ որ զգում եք, այդպես գրեք, քան թե ես ձեզ հուշեմ։ Շատ կարևոր է, որ դա լինի ձեր տեսիլքը ու ձեր զգացածը։ Հիմա նույն թվի տակ, այսինքն համար 1-ի տակ մենք գրեցինք, որ ես գտնվում եմ այսինչ տեղը, նույն թվի տակ մենք մտքով քայլում ենք այդ տարածքում, քայլեք ու զգացեք, որտեղ է ձեր տեղը։ Դա կարող է լինել կենտրոնում, անկյունում, կողքում, վերևում, ներքևի հատվածում։ Զգացեք, որտեղ ուզում եք, կարող եք կանգնել, որտեղ է ձեզ համար ավելի հարմար ու հեշտ։ Քայլեք այդ տարածքում, որտեղ որ դուք էիք, եւ ձեր կոնկրետ տեղը նշեք։ Ես կանգնած եմ, ասենք, այսինչ տեղը։ Ես կանգնած եմ ձախ կողմի ներքևի հատվածում, ես կենտրոնում եմ, ես չգիտեմ որտեղ եմ, ամեն մեկը ձեզ որտեղ որ քայլում եք ու զգում եք ու հարմար է, այդտեղ գրեք։ Նախադասությունները ամբողջական գրեք։ Առաջինը ես գտնվում եմ այսինչ տեղում եւ կանգնած եմ այսինչ տեղի, այսինչ հատվածում։ Հիմա երկրորդը։ Համար 2։ Նորից փակում ենք մեր աչքերը, կենտրոնանում ենք գլխի կենտրոնում։ Մենք գտնվում ենք հենց մեր տարածքում ու նայում ենք մեր շուրջ բոլորը։ Հիմա զգացեք, որտեղ են այն փողերը, որոնք հավասար են ձեր եկամուտը բազմապատկած 10-ով։ Որտեղ են դրանք գտնվում այ հենց այդ տարածքում ու որքանով են հեռու ձեզանից։ Ու համար 2-ի տակ գրում եք։ Փողը գտնվում է ինձանից այսքան հեռու, կամ այսինչ տեղը, մետևի մասում կամ իմ դիմացի մասում։ Վստահում եք ձեր զգացողությանը, ձեր ենթագիտակցությանը։ Նույնիսկ կարող եք մետրով գրել, ասենք, չգիտեմ, քանի մետր հեռու է, քանի մետր մոտ է։ Այս ավելի ճիշտ է, կոնկրետ է։
ու նախադասությունը ամբողջական գրեք։ Փողը գտնվում է իմ աջ կողմում կամ ներքևի անկյունում, մոտ 4 մետր հեռավորության վրա, ինձնից 2 մետր հեռու է կամ ինձնից 1 մետր հեռու է։ Հիմա գնացինք համար 3-ի տակ։ Նորից փակում ենք աչքերը, գտնվում ենք մենք գլխի կենտրոնում, մեր դիրքից նայում ենք այդ փողին։ Հիմա նկարագրեք, թե ինչպիսին եք տեսնում այդ փողը, մանրամասն, ինչի է նման, ինչ չափ ունի, ինչ գույն ունի, ինչ տեսք ունի։ Դա կարող է նաև լինել մարդ, կենդանի, առարկա, ինչ-որ առասպելական էակ կամ լրիվ այլ բան, ամեն մեկի մոտ տարբեր է։ Նկարագրում ենք այդ փողի գույնը, կերպարը, չափը, զգացողությունը։ Ու համար 3-ի տակ գրում ենք. ես նայում եմ փողին և տեսնում եմ ինչ։ Գույնը, չափը, զգացողությունը, կերպարը։ Վստահում ենք մեր զգացածին։ Մեկը կարող է տեսնել, մեկը կարող է լսել, մեկն ուղղակի կարող է զգալ։ Ինչ զգում եք, ինչպես տեսնում եք, այդպես գրեք։ Հիմա գնում ենք համար 4։ Նորից։ Պատկերացրեք, որ դուք վաստակում եք այդ գումարը, ձեր երկամուտը բազմապատկված է 10-ով։ Ինչն է այդ ամենի մեջ ամենատհաճը ձեզ համար։ Հիմա դուք պատկերացրեք, որ դուք ունեք այդքան գումարը և ինչն է, որ ձեր համար տհաճ է, հաճելի չէ։ Օրինակ, ինձ մոտ գալիս է վախ, որ այլևս ժամանակ չեմ ունենա ինձ համար անընդհատ աշխատեմ, չեմ հանգստանա, առողջությունս կտուժի, բայց դուք գրում եք ձերը, ես այս օրինակները տալիս եմ, ինչն է տհաճ այդ գումարը վաստակելու մեջ, ինչն է վախեցնում, ինչն է անհանգստացնում։ Գրում եք նաև ինչ հույզեր եք զգում, դա կարող է լինել վախ, դատարկություն, տխրություն, շփոթվածություն, լարվածություն կամ ուրիշ բառ։ Մի փոքր սկսում եք սկանավորել ձեր մարմինը, գլխից մինչև ոտքեր, որտեղ եք զգում այդ հույզը մարմնում, գուցե մեջքն է ցավում, աչքերն են լարվում, ձեռքերը, ոտքերը, որովայնը, ծնոտը, կոկորդը և գրում եք, թե որտեղ է գտնվում այդ զգացողությունը։ Սկզբից գտնում եք այդ զգացողությունը, հետո գրում եք, թե որտեղ է գտնվում այդ զգացողությունը։ Եվ նախադասությունները ամբողջական, ամբողջական գեղեցիկ գրեք։ Ես զգում եմ այս զգացողությունը ու այն գտնվում է իմ մարմնի այսինչ հատվածում։
Հիմա գրում ենք համար 5-ը նորից։ Փակեք աչքերը եւ պատկերացրեք, որ դուք կանգնած եք ու նայում եք այդ փողի կերպարին, այն ինչ որ դուք տեսել եք։ Ինչ ենք ուզում մենք ասել այդ փողին։ Եթե ուզում եք ասել, ասեք ձեր մտքում կամ բարձրաձայն։ Հետո գրեք այդ ամբողջը 5 թվի տակ։ Օրինակ, դու ինձ համար անհասանելի ես, ես վախենում եմ քեզանից, ես ուզում եմ մոտենալ քեզ, կամ լրիվ այլ բան, ինչ որ այդ պահին դուք կզգաք։ Եթե ոչինչ չեք զգում, չեք ուզում ասել, գրեք ես ոչինչ չեմ ուզում ասել։ Ամեն ինչ նորմալ է։ Գնացինք առաջ 6-րդ կետը։ Նորից փակում ենք աչքերը։ Հիմա մենք մեր մարմնից դուրս ենք գալիս եւ կանգնում ենք փողի տեղը։ Դուք հիմա փողն եք, նայեք ձեր նախկին տեղին, որտեղ ինքներդ էիք։ Ինչպես եք զգում ձեզ փողի դիրքից։ Ինչպես եք տեսնում ձեզ։ Այս զգացողությունը գրեք համար 6-ի տակ։ Երբ փողը նայում է ինձ, նա զգում է եւ տեսնում է։ Ինչ։ Ինչպիսին եք դուք փողի աչքերով։ Կարող եք լինել մարդ կամ կենդանի, կերպար, առարկա։ Եթե կենդանի կամ մարդ եք, տեսեք ինչ հույզեր ունի, տխուր է, վախեցած է, մտածկոտ է, լարված է, ամբողջը գրեք։ Ինչպիսին է փողի տեսանկյունից այն մարդը, ով դուք եք, կամ այն էակը, ով դուք եք։ Հիմա համար 7։ 7-ի տակ գրում ենք։ Փողի դիրքից զգաց եք։ Լսեցիք արդյոք այն, ինչ դուք ասացիք փողին։ Երբ դուք ձեր դիրքից ասում էիք փողին ինչ-որ բան, փողը լսեց դա։ Եթե լսեց, գրեք։ Ինչ լսեց։ Եթե չլսեց, դա էլ գրեք։ Այն ինչ որ դուք ասում էիք փողին, ինքը լսեց դա, ու ինչ լսեց։ Համար 8։ Փողի դիրքից նայելով ձեզ, ինչ հույզեր են առաջանում ձեր կերպարի հանդեպ։ Կարող է լինել խղճահարություն, զզվանք, սեր, հետաքրքրություն, ցանկություն,
մոտենալու կամ անցնելու կողքով։ Հիմա գրեք, ինչ է առաջանում։ Եվ կրկին սկանարեք ձեր մարմինը ու տեսեք, որտեղ է այդ զգացողությունը մարմնի մեջ, որովայնում, մեջքում, աչքերում, գլխում, ուսում, ազդերում, կրունկներում, մատներում, թե որտեղ։ Ու ամբողջը գրեք նախադասությամբ։ Հայանի հարցումը չի հասկացա ջանիկս ճիշտ։ Ուտերը։ Նայ։ Երբ որ փողի դիրքից ես դու ինքդ քեզ նայում, ինչպիսի զգացողություններ է առաջանում քո մոտ, որպես փող, հա, դու որպես փող, ու որտեղ են գտնվում այդ զգացողությունները քո մարմնի մեջ։ Եթե ինչ-որ մի բան անհասկանալի կլինի, կարող եք այդ պահը թողնել, հետո որ ձայնագրությունը նայեք, մի քանի անգամ հետո առաջ անել ու փորձել կրկնել, ինձ թվում է կստացվի։ Չնայած որ մենք ակադեմիայում սովորում ենք համ սկան անել, համ նյութերը գտնել, Գրանցում ենք ամբողջը, այն ինչ որ տեսանք ու զգացինք։ Հիմա համար 9։ Ու փողը այստեղ ուզում է ինչ-որ բան ասել ձեզ։ Եթե ուզում է, կարող եք բարձրաձայն կամ մտքում 9 թվի տակ գրել, թե փողը ինչ է ձեզ փոխանցում, ինչ է ասում, հա։ Այժմ ձեր առջև կա ամբողջական ցուցակ, հիմա նստեք ու սկսեք կարդալ։ 9-րդ կետն էլ լրացնում եք ու սկսում եք վերևից մինչև ներքև կարդալ այն ինչ որ մենք գրել ենք։ Ես գտնվում եմ այսպիսի տեղ, ես կանգնած եմ այստեղ, փողը գտնվում է այս կողմում, ինձանից հեռու կամ ինձ մոտ, փողի կերպարը այսպիսին է, երբ ես նայում եմ փողին, զգում եմ սա, երբ փողն է նայում ինձ, տեսնում է սա, օքեյ։ Հիմա ես դատար եմ տալիս ու թույլ եմ տալիս, որպեսզի դուք կարդաք ամեն մեկը ձեր գրածը։ Հիմա վերցնում ենք երկրորդ թուղթը, երկրորդ մաքուր թուղթը։ Երբ որ դուք կարդացիք այս ամբողջ տեքստը, ինչ որ գրել էիք, ինչպիսի հույզեր առաջացան ձեր մեջ այս ամբողջ պատմությունից։ Գրեք 2-ից 3 հույզ։ Ինչ բարձրացավ ձեր ներսում։ Այս 2-ից 3 հույզը նորից գրում եք համար 1-ի տակ։ Համար 1, 2-ից 3 հույզ իմ տեքստը կարդալուց հետո։ Հիմա համար 2-ի տակ, որտեղ եք զգում այդ հույզերը ձեր մարմնում։ Կրկին սկանավորում ենք մեր մարմինը ամբողջ և զգում ենք կամ տեսնում ենք,
ու գրում ենք, որտեղ է այդ հույզը գտնվում մեր մարմնում։ Այդ լրացնում ենք համար 2-ի տակ, որտեղ եմ զգում այդ հույզերը իմ մարմնում։ Համար 3, փակում ենք աչքերը։ Եթե այդ տհաճ զգացողությունը կերպար ունենար, ինչի նման կլիներ։ Կարող է լինել կենդանի, մարդ, առարկա, բառ, նույնիսկ կարող է վատ բառ լինել, և հենց դա է առաջինը գալիս քո մտքին, հենց դա էլ գրում ենք համար 3-ի տակ։ Ամենաառաջինը վստահում ենք առաջին եկած պատասխանին ու գրում ենք համար 3-ի տակ։ Կներեք հարցը նորից կկրկնեք։ Եթե այդ տհաճ զգացողությունը կերպար ունենար, ինչի նման կլիներ։ Հիմա համար 4-ը, 4-ի դիմաց գրում ենք։ Ինչ գույն ունի այդ զգացողությունը։ Ոչ թե կերպարը, այլ հենց զգացողությունը։ Գրում ենք գույնը։ Նորից վստահում ենք մեր զգացածին։ Համար 5, ինչ է ուզում անել մարմինը այդ իրավիճակում, որպեսզի դադարի զգալ այդ տհաճ զգացողությունը։ Պատկերացրեք ձեզ կենդանու պես։ Եթե կատուն վախենում է, նա փախչում է կամ մազերը փշաքաղում է, չէ՞, մի տեսակ շուննել են, որ վախ կա իր մեջ, մի տեսակ մազերը այսպես կանգնում են։ Եթե կատուն զայրացած է, կարող է հարձակվել ու ճանկռել ու կծել։ Այսինքն, ինչ է ուզում այս վիճակում մարմինը անել։ Ու վստահում ենք հենց այն առաջի պատասխանին, որը որ գալիս է։ Ու լրացնում ենք։ Համար 5-ի տակ։ Համար 6, հիմա նայում ենք 1, 2, 3, 4, 5 կետերին և կարդում ենք ձևակերպումը։ Ու դուք ձեր թվերը տեղադրում եք դրա մեջ։ Ուրեմն, ես ասում եմ, հարգելի տհաճ զգացողություն թիվ 1, որը դրսևորվում է մարմնում թիվ 2, նման է թիվ 3-ին, ունի թիվ 4-ի գույնը, առաջացնում է ֆիզիկական ցանկություն թիվ 5-ի, ասա
ինչպես կարող եմ քեզ դիմել անունով և անվանումով, որպես իմ անձի առանձին մաս։ Նորից եմ կարդում այս մասը, ու դուք փորձում եք ձեր գրածին նայել։ Հարգելի տհաճ զգացողություն, թիվ 1, որը դրսևորվում է իմ մարմնում, թիվ 2, նման է թիվ 3-ին։ Ինչ գույն ունի գույնը, թիվ 4-ի, առաջացնում է ֆիզիկական ցանկություն, թիվ 5-ը, ասա, ինչպես կարող եմ քեզ դիմել անունով կամ անվանումով, որպես իմ անձի առանձին մաս։ Եվ թիվ 6-ի տակ գրեք այդ անունը կամ անվանումը։ Դա կարող է լինել ցանկացած անուն, բառ, արտահայտություն։ Արդեն պետք է ստացած լինեք անունը, գնացինք։ Մենք հասանք 0 թվին։ Հիմա այդ անձի մասին ասում ենք։ Անձի այն մասը, որը կոչվում է թիվ 6-ը, ինչպես որ անունը դուք գրեցիք։ Հենց հիմա խնդրում եմ լիովին ինքնաբերաբար ու անգիտակցորեն վերականգնիր իմ հիշողության մեջ ամենաառաջին ու ամենավաղ հիշողությունը, երբ ես առաջին անգամ զգացի այս նույն տհաճ զգացողությունը։ Եվ երբ այդ ամենավաղ հիշողությունը ինքն իրեն վերև բարձրանա, ես կկարողանամ տեսնել ու հասկանալ, քանի տարեկան եմ այնտեղ, որտեղ եմ գտնվում, ով կա կողքիս և ինչ է տեղի ունենում։ Ինչ առաջինն է գալիս, պատկեր, տարիքի զգացում, տեղ, մարդ, իրավիճակ, գրեք 0 թվի տակ։ Եվ ամբողջովին այդ հիշողությունը, ինչ որ հիմա այս պահին եկավ ձեր աչքի առաջ, կամ լսեցիք, կամ զգացիք, գրում ենք 0 թվի տակ։ Հիմա անցնում ենք այդ հիշողության հետ աշխատանքի։ Խորանում ենք։ Նորից թիվ 1, փակում ենք աչքերը և ամբողջությամբ մտնում ենք այդ իրավիճակի մեջ, որը գրեցինք 0 թվի տակ։ Դիտեք այն առաջին դեմքով, ձեր աչքերով, ու լսեք, թե ինչ է կատարվում ձեր շուրջը։ Թղթի վրա կարող եք գրել, ինչ եք զգում էմոցիոնալ, ինչ հույզեր ունեք դուք այդ պահին։ Համար 1-ի տակ։
Համար 1-ի տակ գրեցինք մեր էմոցիան, համար 2-ը։ Նորից ման ենք գալիս մեր մարմնում, որտեղ է գտնվում այդ էմոցիան, այդ զգացողությունը։ Կրկին սկան ենք անում մեր մարմինը, կամ տեսնում ենք, կամ զգում ենք, կամ լսում ենք։ Որտեղ է այն արձագանքում։ Համար 3. Եթե այդ տհաճ զգացողությունը նորից կերպար լիներ, ինչի նման կլիներ։ Էլի նորից որպես կերպար արագ գրում ենք բառը։ Ու գրում ենք հենց առաջի պատասխանը։ Համար 4-ը ինչ գույնի է, նորից գույնն է գրում, այդ կերպարը ինչպիսի գույն ունի։ Համար 5-ը ինչ է ուզում անել ձեր մարմինը այդ պահին, որպեսզի թեթևանա, էլի պատկերացրեք կենտանու պես, ասենք, փախչում է, թաքնվում է, արձակվում է, քարանում է, գոռում է, լաց է լինում, ինչ է գալիս ձեր մտքին կամ որպես պատասխան գրում եք։ Եվ 6-րդը նորից ես կարդում եմ։ Հաճելի տհաճ զգացողություն թիվ 1, որը դրսևորվում է մարմնում թիվ 2-ում, նման է թիվ 3-ին, ունի թիվ 4-ի գույնը, առաջացնում է ֆիզիկական ցանկություն թիվ 5, ասա ինչպես կարող եմ դիմել քեզ անունով, գրում եք իր անունը։ Այդ մանկության տարիներին առաջացած այդ զգացողության անունը։ Համար 6-ի տակ գրում ենք այդ անունը։ Հիմա համար 7. Անձի այս մասը, համար 6-ը, ասա, ինչ դաս ես ուզում սովորեցնել իմ մարմնին, իմ հոգուն, իմ գիտակցությանը, երբ այսպես կրկնվող տհաճությամբ հայտնվում ես ինձ։ Ու սովորաբար բայ է գալիս, գործողություն է ցույց տալիս, որ կարող է լինել ուժեղ, սիրել ինքդ քեզ, ընդունել քեզ, պաշտպանել քեզ, թողնել, վստահել։ Ուղղակի գրում եք ձեր տարբերակը։ Եվ հասանք թիվ 8-ին, հիմա նույն տեղից հարցնում ենք. Ինչ արժեքներ եմ ուզում ես ինձ օգնելով վերականգնել։ Այստեղ արդեն գոյական է։ Օրինակ, հանգստություն, ինքնավստահություն, սեր, ինքնարժեք, անվտանգություն, ուժ, ընդունում։ Գրեք այն արժեքները, որ ձեզ են համապատասխանում։
Հիմա գնում ենք ավելի խորը։ Մեր թղթի վրա ունենք թիվ 0 ու 1, Նորից, ես ձևակերպում եմ։ Անձի այս մասը թիվ 6, խնդրում եմ բեր ինձ ավելի վաղ հիշողություն, երբ ես առաջին անգամ զգացի այս նույն զգացողությունը, ինչ որ գրեցինք։ Սա պետք է լինի ավելի վաղ, քան նախորդը, դա կարող է լինել էլի մանկություն, նույնիսկ մոր արգանդում գտնվելու ժամանակ։ Գրում եք այդ զգացողությունը, այդ հիշողությունը, ինչ է գալիս։ Եթե ստացվեց, գնում ենք առաջ։ Հիմա նոր այս հիշողության վերլուծությունն եք անում։ Թիվ 1, կարող եք նորից ուրիշ թուղթ վերցնել։ Թիվ 1, մենք հիմա գտնվում ենք այդ իրավիճակում ու ձեր աչքերով տեսնում եք, թե ինչպիսի էմոցիաների մեջ եք դուք։ Ինչ եմ զգում ես այդ վաղ խորը հիշողության մեջ։ Ձեր էմոցիաները։ Նորից նույն հերթականությամբ գնում ենք թիվ 2-ը, որտեղ է այդ զգացումը մեր մարմնում, կոնկրետ որտեղ է գտնվում։ Թիվ 3, եթե կերպար լիներ, ինչպիսին կլիներ, ինչպիսի տեսք կունենար։ Թիվ 4, ինչ գույն կունենար։ Թիվ 5, ինչ է ուզում անել մարմինը այդ էմոցիաներից դուրս գալով։ Եվ թիվ 6-ը նորից տվեք այդ զգացողության անունը, ինչ անուն կունենար ինքը։ Հիմա թիվ 7-ը ինչ դաս է ուզում մեզ սովորեցնել։ Գրում ենք թիվ 8, ինչ արժեք է ուզում վերականգնել մեր մեջ։ Եվ անցանք արդեն թերապևտի մասին։ Հուսով եմ ստացվեց, գնում ենք առաջ։ Հիմա սկսում ենք ամենակարևոր վերափոխման փուլը։ Թիվ 10, ասում ենք,
Եվ հենց հիմա անձի այս մասը, թիվ 6-ի անունը, այստեղ և այն ժամանակ սովորեցրու իմ մարմնին, հոգուն և գիտակցությանը բոլոր այն կարևոր դասերը, որոնք դու կրում ես թիվ 7-ի անունը։ Եվ երբ այս դասերը ամբողջությամբ ինտեգրվեն, իմ մարմինը ինքնաբերաբար կանի խորը շունչ, կամ կհորանջի, և այդ տհաճ զգացողությունը կնվազի 2 անգամ։ Հիմա այս ասում եք, այս ամբողջը, թիվ 6-ի անունը, ինչ է կրում թիվ 7-ը, ու խորը շունչ արտաշունչից հետո գրում եք, թե ինչ ստացվեց։ Ինչպիսի փոփոխություն տեղի ունեցավ ձեր մարմնում։ Հաջորդ քայլը, թիվ 11, արժեքների ինտեգրումն է։ Երբ դու արդեն սովորել ես դասերը, վերականգնիր իմ մեջ արժեքները թիվ 8-ի գրածը։ Եվ երբ դրանք ամբողջությամբ վերականգնվեն, իմ մարմինը նորից կանի խորը շունչ, և այդ տհաճ զգացողությունը ամբողջությամբ կվերանա։ Այս ամբողջը կատարելուց հետո գրեք, թե ինչ տեղի ունեցավ, ինչ զգացիք։ Հիմա նորից թիվ 12-ին հասանք, փակում ենք աչքերը և նորից մտնում ենք այդ հիշողության մեջ։ Ինչ փոխվեց ձեր ընկալման մեջ։ Նույն իրավիճակն է, բայց դուք արդեն այլ կերպ եք զգում։ Հիմա գրանցում ենք, ինչ նոր զգացողություններ ունենք, ինչ ռեսուրսներ հայտնվեցին, օրինակ, հանգստություն, ուժ, վստահություն։ Ամեն մեկի մոտ տարբեր կարող է լինել։ Պատկերը կարող է փոխվել, տեսարանը կարող է փոխվել։ Հիմա ասում ենք, ես վերցնում եմ այս ռեսուրսները, տեղավորում եմ իմ մարմնում, մտքերում և կյանքում ու սկսում եմ օգտագործել դրանք հիմա իմ և շրջապատի բարիքների համար։ Սա իմն է և անվտանգ է ինձ համար։ Խորը շունչ և արտաշունչ։ Մի անգամ ևս տեղափոխվում ենք այն ամենախորը հիշողություն և նորից ենք կրկնում մեր քայլերը, նորից վերցնում ենք այն մասը, թիվ 6, որի վրա գրել ենք, այնտեղ և այն ժամանակ սովորեցրու իմ մարմնին, հոգուն և գիտակցությանը բոլոր այն կարևոր դասերը, որոնք դու կրում ես, և դա այն է թիվ 7, ինչ որ տակը գրել եք 7-ի։ Հիմա, և երբ այդ դասերը ամբողջությամբ ինտեգրվեն իմ մարմնի մեջ, ինքնաբերաբար, ես խորը շունչ կանեմ ու կհորանջեմ, և այդ տհաճ զգացողությունը կնվազի 2 անգամ։ Ու դրանից հետո գրում եք, թե ինչ տեղի ունեցավ։
տետևություն, հանգստություն, փոփոխություն։ Հաջորդ քայլը թիվ 11 արժեքների նորից ինտեգրում, երբ դու արդեն սովորեցրել ես դասերը ինձ, վերականգնիր իմ մեջ արժեքները, թիվ 8։ Եվ երբ դրանք ամբողջությամբ վերականգնվեն, իմ մարմինը նորից խորը շունչ կանի ու տհաճ զգացողությունը ամբողջությամբ կվերանա։ Նորից գրում ենք, թե ինչ ենք զգում։ Ամեն անգամ իրավիճակը պետք է ավելի փոխված լինի ու զգացողություններն ավելի թեթև։ Թիվ 12 փակում ենք աչքերը ու նորից մտնում ենք այդ ամենավերջի հիշողության մեջ։ Ինչ փոխվեց ձեր ընկալման մեջ։ Նույն վիճակն է, բայց դուք արդեն այլ կերպ եք զգում, այսինքն փոխվել է ձեր մոտեցումը։ Եվ գրեք, թե ինչպիսի զգացողություններ ունեք, ինչ ռեսուրսներ հայտնվեցին ձեր մեջ, ինչպիսի հանգստություն, վստահություն և ուժ հայտնվեց։ Եվ որից հետո ասում ենք. Ես վերցնում եմ այս ռեսուրսները, տեղավորում եմ իմ մարմնում, մտքերում և կյանքում և սկսում եմ օգտագործել դրանք հիմա իմ և շրջապատի բարիքների համար։ Սա իմն է և անվտանգ է ինձ համար։ Ու նորից խորը շունչ, արտաշունչ։ Եվ շարունակում ենք վերջնական ամենակարևոր մասը, ավարտին ենք հասցնում, փողի նկատմամբ մեր ընկալումը։ Այժմ երբ դուք անցել եք այս բոլոր փուլերը և ինտեգրել եք դասերն ու արժեքները, անցնում ենք վերջին հատվածին։ Փակեք աչքերը։ Վերադարձեք ձեր սկզբնական տարածք, այն սենյակը, այն դաշտը, որտեղ դուք սկզբում գտնվում էիք։ Նայեք ձեր շուրջը և փորձեք զգալ։ Ինչպես է փոխվել այդ տարածքը։ Հնարավոր է, որ մութ սենյակը դարձել է լուսավոր, փոքր տարածքը դարձել է ավելի մեծ, այդ դաշտը ձևափոխվել է ավելի։ Ուղղակի տեսեք, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել։ Հիմա կանգնեք ձեր տեղում և զգացեք, փոխվել է արդյոք ձեր դիրքը այդ տարածքում։ Գուցե դուք ավելի կենտրոնում եք կամ արդեն կենտրոնում եք, ավելի մոտ եք փողին, ավելի վստահ եք կանգնած և գրանցեք այդ տեղեկությունները ձեր թղթի վրա։ Հիմա նայում ենք փողին, նորից փակում ենք աչքերը, նայում ենք փողին։ Ինչ է փողը ձեր համար։ Հիմա, այս պահին արդեն։ Իսկան աշխատելուց հետո։ Ինչ է փողը ձեր համար։ Ինչի է նման։ Փոխվել է նրա կերպարը։ Գուցե նախկինում վախեցնող էր, իսկ հիմա դարձել է ավելի հանգիստ, ավելի բարեկամական, ավելի հասանելի։ Ընկեր։ Նկարագրեք, թե ինչ տեսք ունի հիմա այդ փողը ձեզ համար։ Այդ նկարագրությունը գրեք թղթի վրա։
Հաջորդ քայլը գրում ենք մեր զգացողությունները։ Ինչ եք հիմա զգում, նայելով այդ մեծ գումարին։ Ձեր աշխատավարձը բազմապատկած 10 անգամ։ Վախ չկա, թե կա վստահություն, հետաքրքրություն, հանգստություն, վերաբերմունք, ինչպիսին է։ Նկարագրեք թղթի վրա։ Հիմա մենք, եթե խոսք ունենք փողին ասելու, ուզում ենք իրան ինչ-որ մի բան ասել, կարող ենք ասել բարձրաձայն կամ մտքում։ Հաջորդ մեր քայլը, նորից դուրս ենք գալիս մեր միջից ու կանգնում ենք փողի տեղը։ Փողի դիրքում ենք կանգնում ու դառնում ենք փողը։ Ու փողի դիրքից նայում ենք մեզ։ Ինչպես եք դուք երևում հիմա փողին։ Ինչպիսի տեսք ունեք։ Ավելի վստահ եք, ավելի հանգիստ եք, ավելի ուժեղ եք, ավելի բաց եք։ Փողի աչքերով նայում եք ինքներդ ձեզ ու նկարագրում ու գրում եք։ Հիմա փողի զգացողությունը ձեր հանդեպ։ Փողը ինչպես է վերաբերվում ձեզ։ Ցանկանում է մոտենալ, թե արդեն մոտ է։ Ընդունում է ձեզ, թե արդեն ընդունում է։ Ինչ է զգում փողը ձեր հանդեպ։ Հիմա լսում ենք, թե ինչ է փոխանցում փողը մեզ, ինչ-որ բան է ուզում ասել։ Եթե ուզում է ասել, եթե ուզում եք լսեք, ուզում եք ընդունեք և գրեք փողի խոսքը ուղղված ձեզ։ Մենք հասանք մեր վերջնական արդյունքին, ուրեմն պատկերը ամբողջությամբ պետք է փոխված լինի։ Սա նեյրոքոուչինգի ամենահզոր պահերից է, երբ մի պատկեր մի քանի րոպեում ամբողջությամբ մենք կարողանում ենք փոխել։ Դուք արդեն վերցրել եք բոլոր ռեսուրսները, որոնք հայտնվել են այս մեր աշխատանքի ընթացքում, ունեք ամեն ինչ գրված ձեր թղթի վրա, հնարավորության դեպքում, եթե ուզում եք նորից կարող եք կրկնել, բայց այս արդյունքը արդեն վերջնական է։ Նրանք ներդրվում են ձեր մարմնի մեջ, ձևավորում են նոր նեյրոնային կապեր։ Դուք հիմա կարող եք զգալ թեթևություն, թուլություն, էներգիայի աճ, մարմնական արձագանքներ, նաև կարող է լինել ցավ, լարում, որպես բլոկներից ազատում։
Գիշերը կարող են լինել ձեր համար վառ երազներ, նոր նեյրոնային կապերը ամբողջությամբ ամրապնդվում են 3-ից 4 շաբաթում։ Շատ կարևոր է, որպեսզի ուշադրություն դարձնեք այս առաջին օրերին, ինչպես է փոխվում ձեր վերաբերմունքը փողի հանդեպ։ Եթե նկատեք փոփոխություններ, կարող եք ինձ գրել անպայման, կիսվել ձեր արդյունքով։ Իսկ անհատական աշխատանքները բնականաբար ավելի խորն են ու ավելի շերտային են ու ավելի մեծ աշխատանքներ են պահանջում, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ այս խմբային աշխատանքն էլ արդյունավետ է ու հաստատ իր արդյունքները ցույց կտա։ Այնպես որ հիմա մաղթում եմ բոլորիդ հետև փոխակերպում, նոր նեյրոնների ամրագրում և վստահ եմ, որ 3 շաբաթ հետո դուք բոլորդ կգրեք, թե ինչպիսի արդյունքներ ունեցաք։